Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 74 օտարերկրյա քաղաքացու, նրանց թվում են Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Քենիայի, Իրանի, Բելարուսի, Եգիպտոսի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Իրաքի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Հայաստանի, Սուդանի և Ուզբեկստանի քաղաքացիներ։ Գործող օրենսդրության համաձայն արտաքսված անձանց մուտքը արգելվում է երկիր։ Մցխեթա Թբիլիսի arczepiskopos Բիջվինթի և Ծխում Աբխազիայի մետրոպոլիտ Շիո III-ը դարձավ համայն Վրաստանի կաթողիկոս։ Երեկ Սվետիցխովելիի պատրիարքական տաճարում տեղի ունեցավ պատմական արարողություն 142-րդ պատրիարքի գահակալությունը։ Հանդիսավոր գահակալությունը տեղի ունեցավ սինոդի անդամների մասնակցությամբ։ Քաղաքական գործիչները շնորհավորում են Շիո III-ին կաթողիկոս պատրիարք ընտրվելու կապակցությամբ։ Նրանք հույս են հայտնում, որ Շիո III-ը կկարողանա միավորել ազգը և ավելի ամրապնդել վրաց եկեղեցու դարավոր ավանդույթներն ու արժեքները։ Հիշեցնենք, Շիո III-ը դարձավ համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք։ Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ կքննարկվեն բարձրագույն կրթության մասին օրենքում փոփոխությունները։ Փոփոխության համաձայն պարզաբանվում է անցումային դրույթը, որի համաձայն 2025 թվականի դեկտեմբերի 17-ից առաջ ընդունված ուսանողները անցումային շրջանում, ներառյալ 2030-2031 ուսումնական տարին, ոչ միայն կպահպանեն արդեն ստացած ֆինանսավորումը, այլև հնարավորություն կունենան այն ստանալու և բարելավելու։ Մեկնարկվել է բազմազգ հատուկ նշանակության ուժերի դրոյական հետքեր 2026-ի վարժանքը։ Այս զուգահեռաբար անցկացվում է Արևելյան Եվրոպայի երկրներում։ Դրոյական հետքեր 2026-ի շրջանակներում Վրաստանը հյուրընկալում է Սև ծովի Տարպազ 2026-ը, որը ներառում է ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային գործողություններ։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ռումինիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներ։ Թբիլիսիի քաղաքապետարանը շարունակում է միկրո և փոքր բիզնեսին աջակցելու իր ֆինանսավորման ծրագիրը։ Դիմումները ընդունվում են այսօրվանից և կշարունակվեն մինչև ամսվա վերջ։ Նպատակն է աջակցել և զարգացնել փոքր բիզնեսը։ Այսօրվա կառավարության նիստում քննարկվել է նաև առողջապահության ծրագիրը։ ԱՄՆ-ի նախագահը երկօրյա այցով մեկնել է Չինաստան։ Դոնալդ Թրամփը կհանդիպի նախագահի հետ։ Պատվիրակության կազմում են Մարկո Ռոբիոն և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը, ինչպես նաև միլիարդատեր և X հարթակի սեփականատեր Էլոն Մասկը։ Ինչպես Թրամփը գրել է սոցիալական ցանցում, ինքնաթիռում գտնվելու ժամանակ Չինաստանի նախագահին ուղղված էր առաջին խնդրանքը լինի բացել Չինաստանը ամերիկյան բիզնեսի համար։ Ուկրաինայում պատերազմը ավարտին է մոտենում։ Վերջապես մենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության կհասնենք, այս մասին ասել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողի հարցին, թե նա արդյոք կարող է այս տարի այցելել Ռուսաստան, Թրամփը պատասխանել է, որ կանի հնարավորինս ամեն ինչ։ Բացի այդ հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահի և Պուտինի միջև կա որևէ համաձայնություն, որ Ռուսաստանը պետք է ստանա ամբողջ Դոնբասը, Թրամփը բացասական պատասխան է տվել։ Ռուսթավելիի թատրոնում տեղի ունեցել Իլյա II հիշատակին նվիրված երեկո։ Մայիսի 12-ին Անդրեաս Առաջին կոչվածի և Աստվածածնի վերափոխման հիշատակի օրն է։ Նշվում է նաև Լազի սրբերի օրը, ամեն տարի երաժշտական երեկոներ են անցկացվում այդ օրվա կապակցությամբ։ Վրացական էստրադայի ներկայացուցիչները Լազիում կկատարեն հայտնի երգեր։ Բեմում ելույթ կունենան նաև Թուրքիայից ժամանած այլ խմբեր։